նեղություն դարձյալ ԵՄ դեսպանի հայտարարություններին անդրադառնանք, որտեղ Մարագոսը նշել է, որ չի կարծում, որ անհրաժեշտ է քաղաքականացնել առանձին գործեր, իհարկե չմասնավորեցնելով, թե որքան բանտարկյալների մասին է խոսքը, դուք ինչ եք կարծում, արդյոք այս հայտարարությունը ենթադրում է, որ իրենք չեն ընդունում, որ Հայաստանում կան քաղաքաբանտարկյալներ։ Դիվանագիտական լեզու է օգտագործված, ինչպես դիվանագիտական բառամթերքի այլ օգտագործման դեպքում ցանկացած կերպ կարող է սա մեկնաբանվել, այսինքն ասել, որ սրա միանշանակ մեկնաբանությունն այն է, որ Հայաստանում քաղաքաբանտարկյալներ չկան, ես նման հետևություն չի անի, կամ հակառակ հետևություն ևս չի անի։ Ամեն դեպքում ձևակերպումը շատ վատն է եւ ուղիղ հակասության մեջ է, ինչպես գործընկերս նշեց, ԵՄ պատվիրակության նախորդ վարքագծի հետ։ Հատկապես դեսպան Սվիտարսկու ժամանակ, երբ որ դեսպան Սվիտարսկին իրեն պահում էր որպես մի իրավապաշտպան կառույցի ղեկավար։ Ասենք Դանիել Յոհաննիսյանը, ինչպես այսօր Դանիել Յոհաննիսյանի պես էր իրեն պահում, այսպես ասենք։ Պարոն Մելիքյան, ձեր կարծիքով ինչու իրավապաշտպան կազմակերպությունները չեն արձագանքում Նարեկ Սամսոնյանի այս ծայրահեղ քայլին, հացադուլի եւ ձեզ հայտնի է որևէ իրավապաշտպան կազմակերպություն, որը այս հարցով հետաքրքրվում է։ Բայց չի բարձրացել։ Ես ասեմ, որ Նարեկի եւ Վազգենի գործի հետ կապված մենք ունենք նախորդ գործի հետ կապված ունենք ուղիղ հայտարարություններ ամենահեղինակավոր միջազգային կառույցներից, մենք ունենք ուղիղ հայտարարություններ Amnesty International-ից, Freedom House-ից, Լրագրողների Եվրոպական ֆեդերացիայից եւս մի քանի շատ հեղինակավոր կազմակերպություններից։ Եվ այս տեսանկյունից մենք վստահ ենք, որ այս տեղեկատվությունը, այսինքն մենք ոչ թե վստահ ենք, այլ մենք փաստում ենք, որ տեղեկատվությունը հասցվել է։ Եվ անցյալ անգամ էլ այնպես չէր, որ մեզնից հետաքրքրվել էին։ Մարդիկ տեղեկատվությունը ստացել էին, տեղեկատվությունը իրենց գործիքակազմով ստուգել էին եւ հայտարարություններ էին կատարել։ Որտեղ պարզեցին, այստեղ ուրիշ բան չկա։ Ու մենք չենք խափում, որ ասում ենք, որ Նարեկ Սամսոնյանին հետույք բառի համար է մեղադրանք առաջադրել։ Կարելի կարդալ մեղադրանքը, որը հրապարակային է, դատալեքսում էլ դրված է, նայել տեսնել, թե այդ բոլոր նկարագրածից որ ինչն է այսպես Նարեկ Սամսոնյանը, այսինքն ուղիղ է նշված։ Այդ բառը ուղիղ է նշված, այդ ձևակերպումը։ Եվ այս տեսանկյունից մենք ակնկալում ենք, որ լինելու են անպայման, նույնիսկ բացառում ենք հակառակը, որ լինելու են։ Երկրորդը ես առիթը ձեր հարցի առիթը օգտագործելու ուզում շնորհակալություն հայտնեմ բոլոր այն թե իրավապաշտպաններին, առանձին իրավապաշտպաններ, թե հանրային մյուս գործիչներին, որ այս ընթացքում արձագանքում են Նարեկի եւ Վազգենի գործին ընդհանրապես եւ հատկապես Նարեկի առողջական վիճակի հետ կապված հարցերին եւ կարծում եմ, որ այդ արձագանքները ավելի շատ են լինելու։ Այսինքն իրավապաշտպան կառույցներից մենք հիմա արդեն ակնկալում ենք ավելի գործուն քայլեր, պաշտոնական հայտարարությունների ձևով։ Ես անվանական մի քանիսին նշեմ, շնորհակալությունների համատեքստում քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը ՔԻՀԿ-ն է ակտիվ զբաղվում այս հարցով, Հայաստանի ժուրնալիստների միությունն է զբաղվում ակտիվ այս հարցով, հայտարարություններ են ունեցել երկամսյա կալանքի առնչությամբ տեղեկատվական վեճերի խորհրդից, որտեղ լուրջ լրագրողական եւ իրավապաշտպանական կազմ կա ներգրաված, նաեւ եղել է լրագրողների եւ լրագրողական կազմակերպությունների նախագահների հայտարարություն եւ եւս մի լրագրողների պաշտպանության կոմիտե, եթե չեմ սխալվում, եթե սխալվում եմ անունը ներողություն եմ խնդրում, որոշ արձագանք եղել է կալանքի երկամսյա ժամկետի առնչությամբ եւ անտիֆեյք-ի գույքի եւ տեխնիկայի առգրավման առնչությամբ։ Հացադուլի առնչությամբ առայժմ այս ամբողջ թվարկածս անունների հետ կապված դեռևս նոր արձագանքներ չկան, ասեմ, որ մենք ակնկալում ենք նաեւ նոր արձագանքներ, քանի որ նոր հանգամանքներ իհայտ է եկել երկամսյա ապօրինի կալանքից հետո եւս 3 ամսով կալանքի հանգամանքը եւ ասեմ, որ Վազգեն Սաղաթելյանի դեպքում դա Ալեն Սիմոնյանին համարժեք բառերով պատասխանելու հանգամանքով պայմանավորված, Նարեկ Սամսոնյանի դեպքում ընդամենը հետույք բառն ասելու հանգամանքով պայմանավորված եւ փաստացի 5 ամսվա կալանք այս մարդկանց սպասում իրենց խոսքի ազատության իրավունքը դրսևորելու, որը Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի ամբողջական պաշտպանության ներքո է գտնվում։
Նարեկ Սամսոնյանի դեպքում էլ աբսուրդի մակարդակը ավելի բարձր է, որովհետև ընդհանրապես քրեական գործում գրված է հետույք բառը եւ նոր հանգամանք կա հացադուլը եւ նոր հանգամանք կա առողջական վիճակով պայմանավորված նոր հանգամանքը, որը ենթադրում է հրատապ արձագանքներ, հրատապ հայտարարությունների տեսքով եւ այլ գործնական դրսեւորումների տեսքով, այո, մենք որպես Anti-Fake-ի նաեւ խմբագիր եմ հայտարարում եւ նաեւ Նարեկ Սամսոնյանը հանդիսանում է մեր լրատվականի հիմնադիրը, մենք ունենք այդ ակնկալիքները, որ հանրային լայն արձագանք կլինի, տարբեր կազմակերպություններ տեղից կշարժվեն, հայտարարություններով հանդես կգան, կպահանջեն այս ապօրինությունների շղթայի ավարտը եւ նաեւ կօգնեն մեզ հնարավորինս արագ Նարեկ Սամսոնյանին հուշաստատություն տեղափոխելու հարցում, հանրային արձագանքը բարձրացնելու հարցում, ինչպես նաև ապօրինի կալանքը դադարեցնելու հարցում։